Կուսակցությունը հաղորդում է հանցագործության մասին առնչվող Հասմիկ Փաշյանի եւ Էմմա Ներսիսյանի գործողություններին։ Նշված անձանցից մեկը բացահայտել եւ տարածել է կուսակցության ներքին փաստաթղթեր առանց իրավասության, ինչը կարող է պարունակել անձնական տվյալներ կամ ներքին գործառույթներին վերաբերող զգայուն տեղեկատվություն։ Մյուս անձի վերաբերյալ առկա են տեղեկություններ հանցավոր կազմակերպության հետ առնչություն ունենալու վերաբերյալ։ Հստակ արձագանքում ենք, որ Հասմիկ Փաշյանն ու Էմմա Ներսիսյանը ոչ մի կապ չունեն կուսակցության կամ Վարդան Ղուկասյանի հետ։ Նրանց գործողությունները կատարվել են ինքնուրույն եւ չեն ներկայացնում կուսակցության դիրքորոշումը կամ շահերը։ Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այս եթերս պլանավորված չի, բայց ստիպված եմ այսպիսի մի եթեր կազմակերպել բազմաթիվ նամակներ եմ ստացել այս հարցի շուրջ։ Ես երեք արեցի մի եթեր փոքրիկ շորտ տեսակով եւ ներկայացրեցի Վարդան Ղուկասյանի ամսի 25-ի կատարված դատի իրողությունը, որոշումը եւ հաջորդ դատը։ Այսքանով սահմանափակվեցի։ Դրանից հետո բազմաթիվ նամակներ ստացա, որ գիտեք ինչ կա, դու մի բան ես ասում, ձեր գործընկերները ուրիշ բան են ասում, մենք մի ոնց հավատանք, բա սենց ոնց կլինի եւ այլն։ Ես ի վիճակի չեմ բոլորին անձնական սես նամակներով պատասխանել, որոշեցի այդ վիդեոյով բոլորիդ պատասխանել։ Նախ ես ուրիշ բան չեմ ասում, իմ գործընկերներն էլ ուրիշ բան չեն ասում։ Պրոստը նույն հարցի շուրջ մենք ունենք տարբեր մոտեցումներ, տարբեր վերլուծություններ։ Հիմա ես բացատրեմ իմ ասածը ինչի է տարբերվում իմ գործընկերների ասածներից։ Այս է տարբերությունը։ Օրինակ ես արդեն ամսի 16-ին գիտեի, որ այս դատը 90%-ով հետաձգվելու է։ Ես գիտեի, որ այն ծավալի ինֆորմացիան, որ ստացել են դատապաշտպանները, չեն հասցնելու պատրաստվեն, ծանոթանալ, հələ որ միատել թակմանության բանով ամեն ինչով ներկայացնեն դատավորին։ Ես սա արդեն գիտեի։ Հասկանում եք, բայց ես չէի կարող սա ասեի, որտեվ սա, ասենք ինձ հարցի ոչ թե ինձ չի վերաբերվում, այ բարոյական չէր, որ ես sense բան ասեի, եթե պետք է ասեր դո կուսակցությունը կամ դատապաշտպանը, որ Հայաստանում է, չէ՞։ Ու իրանք ասեցին, պրոստը մի շաբաթ շուտ ասեցին կամ մի քանի օր շուտ ասեցին, կապ չունի։ Հիմա նայեք, ես ժողովուրդ ջան, այսպիսի մոտեցում ունեմ։ Եթե ես ժամանակին ավելի ռադիկալ էի մոտենում, հիմա էլ այդևի ռադիկալ չեմ մոտենում, որտեվ ես արդեն զրուցել եմ պարոն Ղուկասյանի հետ։ Ես իմ հարցերի պատասխանը ստացել եմ։ Ես համոզվել եմ, որ Վարդան Ղուկասյանը ամեն ինչից տեղյակ է։ Հասկանում եք։ Տեղյակ է այդ մարդը։ Համի ես ինչ ելնեմ ասեմ, էսի լավ չի աշխատում, էնի լավ աշխատում, էսի սենց էնին են։ Եթե ինչ որ մեկը պետք է որոշի, որ դատապաշտպանները վատ են աշխատում, դա հենց Վարդան Ղուկասյանն է։ Ժողովուրդ ջան, եթե դուք դատերին ներկա չեք գտնվում, ճիշտ է։ Մաքսիմում շենքի մոտ եք գտնվում, աջակցությունն եք ձեր ցույց տալի, լավ եք անում։ Բայց Վարդան Ղուկասյանը բոլոր դատերի ներկա է լինում on-line տեսակով, ասეთ, վիդեոկապով։ Ամեն ինչի շատ լավ տեղյակ է։ Ու ոնց որ ես ժամանակին ձեզի ասում էի Վարդան Ղուկասյանը այդ մեկուսացման մեջ չի, որ աշխարհից կդրված լինի, այսինքն մարդը ամեն ինչից էլ տեղյակ է, իրան օրը 100 հոգի զանգում է, լիքը նամակներ ստանում։ Ինքս ամեն ինչ, ես արդեն համոզվել եմ, որ ինքը ամեն ինչից տեղյակ է։ Ես ինչ եմ ասեմ, դատապաշտպանները վատ են աշխատում։ Տենում եք, որն է կայանում տարբերությունը իմ եւ իմ գործընկերների, որտեվ իմ մոտեցումը փոխվել է։ Որտեվ ես իմ հարցերի պատասխանը ստացել եմ։ Եթե ինչ-որ մարդ կա, որ պետք է որոշում կայացնի, որ դատապաշտպանները պետք է փոխվեն, դա Վարդան Ղուկասյանն է, ես չեմ, ես ոչ էլ իրավաբան եմ, որ ասեմ, գիտեք ինչ կա, իրավաբանական տեսանկյունից այս մարդիկ սխալ են աշխատում։ Որ ինձ կարողա թույլ տա, բայց չէ։ Եթե Վարդան Ղուկասյանը որոշել է, որ իր պաշտպանությունը պետք է կատարեն այս դատապաշտպանները, ես էլ ինչ բարոյական իրավունք ունեմ, որ տենց խորանամ, թե իրանք լավն են, վատն են, ինչ չեն։ Ես այդ բարոյական իրավունքը չունեմ։
Դուք հիշեք, որ ես ընդամենը բլոգեր եմ եւ պայքարում եմ հանուն արդարության, ես Վարդան Ղուկասյանի աջակիցը չեմ։ Իսկ եթե դուք այդքան շատ հզոր աջակիցից եք, հարգելիներս, գնացեք մասնակցեք այն միջոցառումներին, որոնք որ կազմակերպվում են, ինչի՞ չեք եթում։ Այն վերջի հավաքին 100 հոգի մարդ էլ չկար։ Անձրևիտակ մարդիկ հավաքվել էին դեսպանատան դեմ։ Բա գնայիք։ Հիմա ասում եք ում հավատանք։ Ձեզ հավատանք, թե ձեր գործընկերներին հավատանք։ Ում ուզում եք հավատացեք, բայց ելի եմ կրկնում, ոչ մեկ սուտ չի ասում։ Մեր մեջի տարբերությունը մեր տեսակետներն են, որ տարբեր են։ Եթե ես ժամանակին մտածում էի այս կամ այս հարցերի շուրջ հնարավոր է Վարդան Ղուկասյանը տեղյակ չի, չէ, հետո ես արդեն համոզվեցի, որ տեղյակ է։ Մարդ ասեց, մարդ այն ժամանակ էլ բոլորիդ ասեց, իր հաղորդագրությունը այն ժամանակ ուղարկեց, չէ, ասեց, «Սիրելի ժողովուրդ, բոլորի գումարները վճարված են, այս պահին ոչ մի գումարային աջակցության կարիք չկա, այս պահին, չէ, այդ պահին։ Եթե հանգարց պետք լինի, ես ձեզի խաբար կանեմ։ Մինչ ես էլ եմ ասեմ թանգանոց ավելի բան, advokatներ կա, հա, եկեք կամ այդ թանգանոց advokat կա, այդ փողը ով է տալու։ Դուք եք տալու։ Ես չեմ պաշտպանում հիմի դատապաշտպաններին, ոչ էլ ճանաչում եմ իրանց, ոչ էլ գիտեմ իրանք լավն են թե վատն են, բայց ես մի բան գիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ։ Մի հոգի որոշող կա, թե իրանք պետք է աշխատեն այդ գործի շուրջ, թե ոչ։ Ու այդ մարդու անուն ազգանունն է Վարդան Ղուկասյան, ախպեր ջան։ Ոչ ես եմ, ոչ դու ես։ Հավատացեք, ինքը ամեն ինչից տեղյակ է։ Դենց որ ստե ում հավատանք, ում հավատալու կարիք հարց չկա։ Ստե դուք արդեն որոշում եք, թե ում տեսակետներն ավելի ձեր տեսակետին մոտիկ կամ ում տեսակետն եք ավելի հավանում որպես բլոգեր։ Իմ տեսակետը սա է։ Չկա ստե ինչ որ բան անեմ, կրակի վրա բենզին լցեմ եւ այլն, ստե տենց հարց չկա։ Եթե կարիքը հիմի եթե դժգոհ է Վարդան Ղուկասյանը, հանգիստ կասի, ես դժգոհ եմ այս advokatներից, ուզում եմ որ այս advokatները փոխեն։ Հնարավորություն չկա ինչ որ կոչով գդիմի կասի ժողովուրդ ջան, գիտեք ինչ կա, եթե հնարավոր է ինձ օգնեք, ես ավելի լավ գումարով օգնեք, ավելի լավ փաստաբան վարձեմ։ Բայց եթե այդ մարդը տես բան չի ասում, ու ինքը ամեն ինչից տեղյակ է, կրկնում եմ, ինքը ներկա է դատերին, ով որ ներկա չի, դա դու ես, դա ես եմ։ Եթե ինքը ներկա է, ինքը ամեն ինչից տեղյակ է, ամեն ինչից տեղյակ է։ Ու ինքը որոշել է, որ իր շահերը պետք է պաշտպանեն ու դեռ շարունակեն պաշտպանել այս մարդիկ։ Ինչ էլ եմ ասեմ, լավը չեն, պետք է փոխվեն։ Սրանք ով են, սրանք ուր տուց են գթե կամ սրանց ով է բերե։ Վարդան Ղուկասյանը շատ լավ գիտի իրանց ով է բերե։ Այ իմ տեսակետը սա է, սա է իմ մոտ փոխվե, որ ես իմ հարցերի պատասխանը ստացել եմ։ Եվ այստեղ էլ ուրիշ հարց չկա, ժողովուրդ ջան, մի բան ինչ որ Անունը ինչա, տենց արկածներ մանեք այս պատմության մեջ, հասկանում եք, այդ արկած բան, սա օգուտ չի բերի Վարդան Ղուկասյանին։ Արկածներ մանգալ, մեղավորներ մանգալ, ինչ որ կինոներ մանգալ, սցենարներ մանգալ, սա օգուտ չի բերի Վարդան Ղուկասյանին։ Այս է իրականությունը։ Ոչ թե տարբեր բաներ ենք ասում, այ տարբեր մոտեցումներ ունենք։ Փոխվել է, իրադրությունն է փոխվել։ Երբ որ թազա հարցեր իմ մոտ կառաջանան, ես նույնպես նորից քայլեր կձեռնարկեմ այդ հարցերի պատասխանը ստանալու։ Բայց երբ որ հարցերի պատասխանը գիտես, արկածներ մանգալ ու ժողովրդին ինչ որ բաներ ասել, որը որ ճիշտ չի կամ բարոյական չէ, որտեղ դա արդեն մտնում եմ անձնական, դա իմ կարծիքով սխալ է։ Հասկանում եք, ժողովուրդ ջան։ Այսքան բան, հույսով եմ բոլորիդ հարցին ես կարողացա պատասխանել, որտեվ
Նորից կրկնում եմ, ես ի վիճակի չեմ բոլորիդ հատ-հատ անձնապես նամակներով պատասխանել այս ամենը ասել, դա, բայց հույսով եմ բոլորի թմի սենց վիդեոյով պատասխանեցի, հույսով եմ իմ տեսակետը հասկացաք ժողովուրդ ջան, եթե հանգարտ մի բան փոխվի, եթե հանգարտ Վարդան Ղուկասյանը ասի, «Էս մարդկանց ես դավերյա չեմ անում, իմ ճակատագիրը, իմ իրավունքների պաշտպանությունը», ինքը հաստատ, հիշեք, հաստատ կասի, ինքն մարդը չի որ թաքցնի, հաստատ քելի կասի։ Ու նորից կրկնում եմ, այս բանը լավ հիշեք, Վարդան Ղուկասյանը նախ տեղյակ է ամեն ինչից, երկրորդն էլ օրը շատ մարդկանց հետ է զրուցում, հավատացեք ինձ, ու տարբեր մարդկանց, եւ ինքը հաստատ ձևը կգտնի ինչ-որ հայտարարություն անելու, եթե անգամ ինչ-որ մարդկանց չվստահի։ Չեք մոռանում ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին, հիշեք, որ ձեր ակտիվությամբ դուք գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր այսքանը, ցտեսություն, հաջողություն, ամենայն բարիք։